Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, Կալայի եթերում կարևորի մասին նետաղավարում այսօր մեր հյուրն է քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը։ Բարև ձեզ, պարոն Հովհաննիսյան, շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Նախ խոսենք Արցախի նախագահի նամակի մասին, որը բուրըն քննարկումների արժանացավ եւ սա հասկանալի էր ու բնական նաեւ այս իրավիճակում, որ լինելու են թե կարծիքներ, որ նամակը դավաճանական էր եւ լինելու են կարծիքներ, որ խիստ անհրաժեշտություն էր եւ այլն, ձեր գնահատականը որն է, պետք է լիներ այս նամակը թե ոչ, կամ այսպես ասենք, որն էր այդ նամակի այլընտրանքը։ Ուրեմն դավաճանական բառը բացառում եմ, որտեղ այն միտքը, որ հայկական բանակը ղեկավարում է փաստորեն տեղում Արցախում դավաճանը, դա անընդունելի բան է, նույնիսկ չեմ ուզում քննարկել դա։ Ուրեմն պարոն Հարությունյանը գրել է ինչ-որ նամակ, բաց նամակ, որը կարող էր իմչալես նաև փակ լիներ, երևի կարիք չկար բաց սարքել, եւ առաջացել է շատ ճիշտ եք ասում, որոշակի ռեակցիա։ Պարզ է, որ իմ նման մտածող մարդկանց մոտ բացասական եւ ծայրահեղ բացասական, հա, բայց կան նաև կարծիքներ եւ նախ սպեկուլատիվ կարծիք հանենք, ամենատահաճ սպեկուլատիվ կարծիքը, վեցրեք զենքը, գնացեք առաջի գից, նոր խոսեք եւ նախ ես ում գիտեմ առաջի գծում իմ ընկերներից, ծանոթներից, անծանոթներից, որոնք իրենց նկարում գցում են, այդ թեզերին հակառակ թեզեր են արտահայտում, այսինքն ես այդ թեզերը կրկնող մարդ դեռ առաջնագծում չեմ ճանաչում, չեմ բացառում, որ կան այդ մարդիկ, բայց ինչ որ կարծես շատ չեն։ Սա մեկ, սա շատ կարևոր, այսինքն դա այդ սպեկուլյացիան հանում ենք։ Մենք ցանկացած հայ տղամարդ այսօր կամ առաջնագծում է, կամ այդ process-ի մեջ է, ինչ-որ պատրաստ է։ Հա, չէ, բացի բարոյական պատրաստությունից, տեխնիկական այդ հարցերի մեջ է գտնվում, բոլորս էլ այդ վիճակում ենք։ Ուրեմն ինչի այդ նամակը կարծում եմ, որ պետք չէր եւ հատկապես տոնայնությունը եւ այլն։ Նայեք, 2 օր առաջ պարոն Սարգսյանն, մեր նախագահը Ֆրանսիայում ուղղակի հարցին, թե արդյոք դիմելու են Ռուսաստանին, պատասխանում է ոչ, չենք դիմելու։ Մենք որևէ երրորդ ուժ չենք ուզում ներառել, ավելին մենք ուզում ենք, որ երրորդ ուժ Թուրքիան կներեք ռադը քաշի այստեղից, եւ որևէ երրորդ ուժ չենք ներառում, սա չի կարելի, դա կբերի շատ ծանր հետևանքների եւ այլն, եւ մենք այդ դիրքորոշումը չենք կիսում։ Ամբողջ աշխարհը տեսնում է, որ բարձր պաշտոնյա հայկական բանը, այդպեսի կարծիք է արտահայտում։ Եվ 2 օր հետո տեսնեն նամակ, որտեղ 180 աստիճան հակառակ բաներ են ասվում։ Ես ճանաչում եմ Հայաստանում շատ մարդիկ կան, իրենց գիտակցության մեջ շատ սիրուն, այսպես փռվում եւ տեղ են անում շատ այսպես հարմարավետ ու հանգիստ եւ պարոն Սարգսյանի ասածը եւ իրենք որևէ դիսկոմֆորտ չեն ապրում։ Հերո եք այն մտքից, որ գուցե չի համաձայնեցվել։ Ես այսպես եմ մտածում, համաձայնեցվել է, բայց ոչ այն ռազմաքաղաքական մեր ղեկավարության հետ, որ պետք է համաձայնեցված լիներ ըստ պատերազմական իրավիճակի, դրվածքի, տրամաբանության եւ բանականության։ Համաձայնեցվել է մեծ հավանականությամբ, ես համամիտ եմ այն կարծիքին, որ այդ նախկինների հավաքի այսպես պրոդուկտ է դա։ Գոնե պիտի ուրեմն խնդրեին այդ նախկինները, որ այդ նամակը այդպես մի քիչ Զորի Գայկովիչի ծանոթ ոչից գոնե մի քիչ տարբերվեր, այսինքն, չգիտեմ, այնտեղ կան նաև բարձր կրթական ցենզով խելացի մարդիկ, նաև լրագրող է պարոն Ղուկասյանը օրինակ նախքին, գոնե կարելի էր ոճը մի քիչ Գորբաչովի օրոք գրվող նամակների ոճից գոնե մի քիչ տարբերվեր, լավ, գոնե այդքանով։ Ես կարծում եմ, որ այո, դա ուրեմն կա երրորդ հանրապետության նախկիների տայի կոնսենսուս, որտեղ իրենք են այդ գործընթացը 30 տարի տարել, ինչքան էլ իրար քննադատել են եւ այլն նույն գործընթացն են տարել։ Այդ էլիտայի կազմում կա Նիկոլ Փաշինյանը այս հարցին պատասխան չկա։ Չի քննարկում տարբերակը, որ գուցե իրադրությունը փոխվում, այդ իրադրությունը ժամ առ ժամ է փոխվում։ Տեսեք, սեպտեմբերի 30-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, Հայաստանը չի դիտարկում Ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահ ուժերի տեղակայում։ Արդեն հոկտեմբերի 22-ին Նիկոլ Փաշինյանը ասում է, մեզ համար ընդունելի է խաղաղապահ ուժերի տեղակայումը։ Այսինքն քննարկվում է այն տարբերակը, որ գուցե եթե մի քանի օր առաջ կարիքը չկար դիմելու, այսօր ժամ-ժամ փոխվող իրադրության պայմաններում կարիքը հասունացել է։ Կարող է այդպեսի բան լինի, թե գիտեք ինչ, կարիքից չխոսենք։ Հնարավոր է, որ քաղաքական ղեկավարությունը Հայաստանի այնպես է գնահատում իրավիճակը, որ գտնում է, որ կարիքը կա։
օբյեկտիվորեն կա թե չկա, դա էլ խնդիր է, բայց մենք պիտի աշխարհին տպավորություն թողենք մի միասնական, մի բռունցքի նման ազգի եւ պետականության, որը միասին կռիվ է վարում եւ միասին էլ կհաղթի, եւ թե ժամանակավոր պարտություններ է կրում, միասին բոլորս են կրում։ Եվ այդպեսի ձևով ես կարծում դա սխալ է, երբ որ կողքից նայողը պանիկայի տպավորություն է ստանում։ Իսկ պանիկան դա ցանկացած իրավիճակ արտակարգ։ Պանիկան ամենավատ բանը է։ Ոչ թե պանիկա, այլ նշվում է ու նաև բացատրեցին Արցախից, որ քաղաքական լուծումների հարցում այսօր ամենամեծ դերակատարությունը ունի Մոսկվան։ Չեք կիսում այդ տեսակետը։ Կարող է եւ այդպես է, եւ այդ նամակը արդարացնում է այդ մոտեցումը։ Ես ուզում եմ ուղղակի կապը կա խնդիր եւ կա լուծման գործիքներ։ Արդյոք այդ նամակը այդ ոճով, այդ ձևով բաց նամակ այդ տոնայնությամբ համապատասխան այն գործիքն է, որով Ռուսաստանի դերը այսպես ակտիվացվում է, ես կարծում եմ ոչ։ Ես կարծում եմ, որ սա շատ հնացած մոտեցում է եւ ոչ էֆեկտիվ։ Եվ այդ նամակը լինի թե չլինի, այն ինչ որ այսօր կատարվելու է Արցախում, որևէ նշանակություն չունենալու այդ նամակը, բայց մեր վրա ռուսերեն այսպես արտահայտություն կա, Ասադը կաստալսը, այսինքն այդ նստվածքը, այդ նամակի այդ տրամադրվածության կարող է բացասական դեր խաղալ։ Ես եթե նկատել եք, չեմ ուզում ուրճացնեմ դրա բացասական նշանակությունը, նորից եմ կրկնում, խոսքը գնում է կռվող երկրի ռազմաքաղաքական ղեկավարներից մեկի մասին եւ այդ առումով ես ինձ շատ կաշկանդված եմ զգում, բայց ես կարծում եմ, որ այդ նամակը կարող է եւ չլինել։ Կամ փակ լինել, ինչպես նշեցիք սկզբում։ Կամ այլ ոճով գրված լինել եւ հազար ու մի հարցեր։ Նամակի այլընտրանքը կարող է լինել այն, որ մենք 2 տասնամյակից ավելի ունենային կառուցենք այնպիսի երկիր, այնպիսի հզորությամբ, այնպիսի կարողություններով, որ այսօր չլիներ այդ անհրաժեշտությունը գրել այդ նամակը, որը կարող է լինել այդ նամակի այլընտրանքը։ Նայեք, չէր կարող լինել, բայց ոչ թե նամակ, որ մենք դա չենք կարող։ Այլ ամեն ինչ պետք է նայել արդեն մանր մունր հարցերի, ով ինչ ասեց, ով ումից նեղացավ, այդ բաները մոռանանք իրար մեջ, խոսենք կոնցեպտուալ մոտեցումներից, ինչպես են տեսնում պետությունը։ Այն ղեկավար, այն վերնախավը, որի ամենավառ ներկայացուցիչները այ հավաքվել են, հա, իրար մեջ եւ այլն, այնպես են տեսնում այդ երկիրը, որտեղ տեղ չկա ոչ զարգացման, ոչ այլ տիպի ինչ-որ նոր Հայաստանի, ոչ տեխնոլոգիական եւ այլն, դա յոլա գնալու կուսակցությունն է։ Իրենք կարող են 75 մանր կուսակցությունների բաժանված լինեն, իրար ատեն չբարևեն, բայց կա մեկ կուսակցություն, կա յոլա գնալու կուսակցություն եւ կա զարգացման կուսակցություն։ Յոլա գնալու կուսակցությունը ասում է, որ մեր առաստաղը շատ ցածր է։ Մենք ասենք մեր բոյից 5 սանտիմետր առավելագույն բարձր առաստաղի տակ ենք ման գալիս, այդ է աշխարհը։ Գուցե որովհետև յոլա գնալու կուսակցությունը ժամանակին թալանել է։ Դա արդարացումն է, նայեք, իհարկե, մեկը մյուսից է բխում։ Եթե դու չես կարող ռազմաքաղաքական նպատակներ իրականացնել բանակիդ միջոցով, ապա կարիք չկա $1 միլիարդ ավել ծախսես այդ բանակիդ վրա, $1 միլիարդ պակաս, այդ $1 միլիարդով կարելի է շատ հիասքանչ իրենց ճաշակին համապատասխան տներ կառուցել վերջի վերջո, չէ։ Այսինքն այդ կոնցեպտը ինքը համապարփակ է 30 տարվա մեջ ինքը շատ զարգացում է ապրել, ինքը տարբեր այսպես խմորումների միջով է անցել։ Բայց յոլա գնալու կուսակցությունը ինքը շատ ուժեղ է։ Եվ յոլա գնալու կուսակցությունը ասում է, որ մենք սաղ աշխարհին խափում էինք 30 տարի։ Ասում էինք, որ համաձայնում ենք, բայց չէինք համաձայնում։ Ու տենց մի 60 տարի էլ կգնար։ Հարց է ծագում։ Իսկ ասենք, որ Ռուսաստանը 2011 թվականին Լավրովի պլանը դա ռուսական իմպերիալիզմի ամենաբան դրսևորումներից էր, ամենաագրեսիվ դրսևորումներից 2011 թվականին։ Այսօր նույն տեքստը ստորակետ, դա Ռուսաստանի նահանջի եւ թուլության տեքստն է։ Իրանք հանել բերել են կարծես թե նույնը, բայց այսօր այն ժամանակ ասում էր, որ հիմա կվեցնենք Ադրբեջանը եւ Հայաստանը։ Կմտածենք Վրաստանը 1 օր հետո կամ ասենք, հա, թողենք բանի ընտրիքինք թողենք, հա, Վրաստանը։ Այսօր ասում է, որ եկեք թուրքերի հետ պայմանավորվենք, մի բան իրանց տանք, մի բան մեզ թողենք։ Մի կերպ յոլա գնանք, մինչև տեսնենք ինչ է լինում։ Այսինքն այսօրվա Ռուսաստանը ընդամենը անցել է 9 տարի։
բացարձակապես այլ Ռուսաստան է։ Այսօրվա Թուրքիան Էրդողանական, նայեք 9 տարի առաջվա Թուրքիան եւ այսօրվա Թուրքիան իր հավակնություններով։ Եթե այն ժամանակ սերիալներ էին նկարահանում ու հրամցնում, որը նաեւ Հայաստանում շատերը նայում էին, որով արտուկում էին ուղեղները, թե ինչ փառահեղ բան է եղել Օսմանյան կայսրությունը, այդ ժողովուրդն աշխարհի բոլոր լեզուներով թարգմանվել է, չէ՞ այդ սերիալները եւ այլն։ Այսօր իրանք կոնկրետ գործողությունների են անում։ Պարոն Հավասյան, այդ դեպքում խոսանք այլընտրանքից, ո՞րն է այլընտրանքը։ Մյուս կողմում աշխարհի մյուս խաղացողներն են, այսպես ասեմ, որոնք հորդորում են նստել բանակցությունների Վաշինգտոնում տեսանք հերթական հորդորը հանդարտեցնել իրավիճակը, չգնալ էսկալացիայի եւ այլն։ Մյուս կողմում աշխարհի մյուս խաղացողները բավարարվում են, այսպես ասեմ, կոչերով, որ պիտի դադարեցնեն։ Մենք էսպայի այլընտրանքի մասին ենք խոսում։ Էսպայի այլընտրանքը դա միմիայն ռազմական հաղթանակն է, հաջողությունն է, ուրիշ այլընտրանք չկա։ Չունենանք այդ հաջողությունը, ուրեմն մեր հետ խոսելու են այնպես ինչպես խոսում են։ Ունենանք այդ հաջողությունը, նույնիսկ ձևական մի քիչ մատել թափ տալով, բայց մատեն թափ տալով արդեն հարգանքով լի եւ լրիվ ուրիշ կերպ։ Միշտ ես գերադասել եմ, որ Հայաստանի մասին խոսեն այսպես վրթոված, մեր վրա բողոքեն, ինչ որ մարմինների բան, քան դա անենք մենք։ Ոչ թե դա ինչ որ մանկա, այսպես պատանեկան, այսպես բան է, այլ այդ երկրներն են հաջողում աշխարհում, որոնք ինչ որ կանոններ են խախտում տեխնիկաց տեղը իրենց շահերից ելնելով եւ այլն։ Ոչ թե այն երկրները, որոնք մկանցակը մտածում են, թե ոչ ոք գլխներին չտա, բայց վերջի վերջո այնպես է ստացվում, որ այդ մկանցակներն են մտնում եւ տալիս են։ Հիմա մեր հետ կատարվեց դա 30 տարի մեզ թվում էր, որ եթե ճիշտ է խոսենք, որ կոնֆլիկտը տևելու է 7-10 օր։ Դրա համապատասխան մենք բանակ ունենք, թվում էր թե եւ տեխնիկա ունենք եւ գնումներ էր արված շատ թե քիչ։ Ունենք ինչ որ մարտականակ։ Ռեզերվ պետք չի։ Ռեզերվը պետք է երկարատև պատերազմների ժամանակ։ Հետո կգա տարածաշրջանի տերը Ռուսաստանը երկուսից չարաճճի երեխաների նման կողմերը կտանի եւ այդ ամիջը կավարտվի։ Հիմա ստացվեց, որ աշխարհը փոխվել է։ Եվ տեսնում ենք, արդեն մի ամիս է եւ սրա վերջը ես մոտակա օրերս ամենայն դեպս շաբաթները չեմ տեսնում։ Սա նշանակում է, որ մեր կոնցեպտը ինքը սխալ էր։ Հիմա այսօր այլընտրանքը բոլոր ուժերը հավաքելն է, ով ինչ կարող է անել։ Ասենք, ով կարող է պարոն վարչապետի կոչը կա, ասենք, ով սպասեց չեկավ զինկոմիսարիատից չեկավ այդ բանը կանչ չեղավ, ուրեմն գնա գրվի այդ ջոկատները։ Բիզնեսը պետք է աշխատի։ Այս ծայրահեղ բացասական են վերագրում այդ կոչերին, թող խանութը փագենեսաները։ Տնտեսապես եթե պարտվենք, ուրեմն պարտվել ենք ընդհանրապես։ Դա հավասարազոր բաներ են եւ այլն։ Դա գիտեք ինչ բանն է, ասենք ինքդ քեզ վատություն անելու ձև է։ Նույնիսկ այո են թուրքական ապրանքները, որ արդեն ներմուծված են, դրանք պիտի վաճառվեն, որովհետև 5-ից 10,000 հայ ընտանիք այդ դրա հույսին է ապրում, հələ որ այս վերջի մոտակա 2 ամիսը։ Եթե դրանք սովի եզրին հասնեն, ով է այդ խնդիրները լուծելու պատերազմող երկրում։ Հիմա մեզ պետք է մոբիլիզացվել, ֆունդամենտալ ոչինչ փոխել մենք չենք կարող մի շաբաթում, 2 շաբաթից։ Ինչ մենք խոսում ենք, դա մի քիչ վերաբերում է ապագային, այսինքն հաղթանակից հետո, հիմա բանա, всё для фронта, всё для победы։ Այլ ելք մենք չունենք։ Սերժ Սարգսյանի հարցազրույցի մասին խոսենք, ինքը ասում է իմ իրավաճորտը գնաց այն ճանապարհով, որով մենք չգնաց այն ճանապարհով, որով մենք հաջողությամբ ընթանում ենք։ Ու ասում են, որ ինքը երրորդ ժամկետով համաձայնեց գնալ, որովհետև գիտեր, որ գլխավոր բանակցողների փոփոխությունը բերելու է աղետալի հետևանքների։ Առհասարակ, պարոն Հովհաննիսյան, այս վերջին մի քանի օրերի ընթացքում ես տեսնում եմ այդ թեզը շրջանառվող, որ նախկինները կարող էին պահել, կոնֆլիկտը ձգել, Նիկոլ Փաշինյանին չհաջողվեց։ Ջանդամին չեն թալանում։ Դա շատ ձեռնտու իրենց կոնցեպտ է, շատ ձեռնտու կոնցեպտ է։ Եթե ես դատարանում լինեի իրենց փաստաբանը, ես այն անպայման կօգտագործեի։ Սակայն նայեք ինչ է կատարվում։ Պատկերացրեք, մենք փող ենք պարտք միասին ինչ-որ մեկին մեծ գումար։ Կա մի միջնորդ, որ անդադ գալիս ասում է, ես խոսացել եմ, այս ամիս չենք տալիս, փոխել եմ մի շաբաթ, 10 օր, բան, անցնում է 5 տարի, 10 տարի, վերջը գալիս սկսում են մեզ այսպես հասկացնելով շատ կոնկրետ ասել, որ պարտքը պիտի տաք։ Եվ միջնորդը ասում է, այ եթե չի հիվանդանա ես մի շաբաթը, այ սա այդ
դա չէր լինի, բայց դա այդպես չի, կան process-ներ, որոնք չեն կարող տևել հավերժ։ Այն որ լինելու է պատերազմ, ես չեմ հիշում, որ մեկը ինձ հարցրած լինի պատերազմ լինելու է թե չէ, 5 տարի առաջ, ես ասած չեմ, որ այո լինելու է։ Դες բան չի կարող չլինել։ Տրամաբանությունը, զարգացումը մարդկային, մեր ռեգիոնալ հարաբերությունները, մեր ազգամիջյան միջցեղային հարաբերությունները, Ադրբեջանի նացիֆիկացիան, այսինքն ցեղային ատելությունը հայերի նկատմամբ մի օր պիտի պայթի, դա չի կարող։ Այն ջահելները, որ ոչխարի նման ադրբեջանցի գնում են եւ շարքերով փռվում եւ ընկնում են, ես չեմ ասում իրենք հերոս են, իրենք այդ product-ն են։ Ուրեմն երբ որ դու մարդու մեջ այդ ներարկել ես, եթե դու իրեն ճուղես հայերի դեմ այդ ատելությունը, ում դեմ պիտի դու շուրգա դեպի հետ, չէ։ Եվ ես համաձայն եմ կա կարծիք, որ Ալիևը նաև ոչնչացնում է պասիոնար երիտասարդությունը, որը իր կլանի հավերժ կառավարումը կարող է հարցականի տակ դնել։ Այդ Եվ հարյուրավոր այդպիսի խնդիրներ կա, ել չեմ ասում նավթատար եւ այլն, Եվրոպայի իրավիճակը, Ամերիկայի ընտրությունները, կոവിഡ്ը, սա պարզապես համընկնում էր, ինչպես միշտ լինում է, չէ՞։ Բան չէ, 7 դժբախտավոր տարիներ են եղել կամ 1 պատմությունից, դա համընկնում է։ Հիմա նայեք, իհարկե հների լավագույն բացատրություններն է, որ մենք խոսենք, այդ բանն է, ես նույնիսկ այդ սովետական մանկությունից եմ հիշում, դա մի տուփ կոնյակի աշխարհայացքն է, որ կետանք Մոսկվայում հետ պետքա խոսանք սրան կոնյակ կտանք նա, բայց պարզվում է, որ դու կոնյակ ես տանում, իսկ նավթային Ադրբեջանը այնպեսի բաներ է տանում, որ մենք մեզ թույլ չեք տա, գուցե կարող է թույլ տանք, եթե քիչ գողանայինք, բայց չեն կարող թույլ տանք։ Միայն կաշառքի ֆոնդը Սոկարի, այսպես կոչված, մոտ 5 միլիարդ դոլար է Սոկարը, դա իրենց նավթային ընկերությունն է։ Ես կարծում եմ դա միակ կաշառքի ֆոնդը չի։ Բոլոր ԶԼՄ-ները այսօր գրում են խավիարային դիվանագիտության, այսինքն այդ նիշան, որ ուզում ենք մենք գրավել, ծանոթ, բարեկամ, գնալ, բերել, մանտալ, գառնի գեղարդ ցույց տալ, հիմա ծիծաղելի է թվում համատած այն մասշտաբների աշխատանքի, նույնիսկ խոսում է, որ այսօր պատերազմի ժամանակ, օրինակ Ռուսաստանում, որ առավել կոռումպացված երկիր է եւ դա հեշտ է անել, այն ԶԼՄ-ները, որոնք փորձեն պրոհայկական դիրքորոշում գրավել, պարզապես ճամփրուկով ադրբեջանական դեսպանատնից ինչ որ մարդիկ են գալիս եւ հարցը փակվում է, տեսնում ես, մեկ օրում փոխվեց դիրքորոշումը։ Նշանակում է այդ ճանապարհը մեր համար փակ ճանապարհ էր արդեն։ Մեզ նաև ուզում էին բանանել, որ ոչ թե իրանք են ֆաշիստ, ես այդ բառը օգտագործում եմ, դեմոկրատիայի թշնամի, այլ մեզ չեն թողում, այ աշխարհը, Եվրոպան, Ռուսաստանը, սա հավաքվել են, քանի որ մենք պարտքեր ունենք տալու, մենք Ադրբեջանին, պիտի վերադարձնենք, դա իրենց բանն է, չէ։ Այստեղ գաղութային ադմինիստրացիա կարող է լինի, նշանակովի։ Դե հիմա մեզ են նշանակել, ինչի եք բողոքում, ինչի եք բանանում։ Ինձ ուզել եմ, որ ես Սերժ Սարգսյանս լինեմ, Լևոն Տեր-Պետրոսյանս լինեմ, Ռոբերտ Քոչարյանս լինեմ։ Այդպես է ստացվել։ Եթե դուք ուզում եք ընտրություններ բան, ապա դուք կստանաք այն ինչ որ ստացել եք։ Այդ դա հենց այն յոլա գնալու գաղափարախոսության կոնցեպտն է, որը մեզ բերեց հասցրեց ասեմ համաշխարհային քաղաքակրթության հետնամասի գյուղի մակարդակի եւ հիմա էլ մեզ ուզում են ասել, որ դա նորմալ, այդ կռիվը բրցնի, մենք այդպես էլ շարունակելու ենք, թե քացախ իրենց ախորժակի ոնց ասած։ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ դիվանագիտական լուծում նշանակում է փողզիչում, հայտարարեց, որ այս փուլում հարցը չունի, այսպես ասեմ, դիվանագիտական լուծում։ Ես կուզենայի իմանալ ձեր կարծիքը, տեսեք, տարիներ շարունակ բանակցել են փողզիչման հասնելու շուրջ։ Հասարակությանը չի պատրաստվել։ Հասարակությունը պատրաստ է արդյոք փողզիչմամբ տեսնել խնդրի դիվանագիտական լուծումը։ Այս հարցը, այս դիսկուրսն էլ չի եղել հասարակության օրակարգում համաձայն։ Որպեսզի գլխավոր հրամանատարին չքննարկենք, այլ ձևակերպեմ։ Պարոն Ալիևը 2 օր առաջ ասել է, որ հանրաքվեն երբեք չի ընդունի։ Եվ ասել է, որ հայերին պատրաստ է մշակութային տալ առավելագույնը մշակութային ինքնավարություն, որպեսզի մեր ունկնդիրները հասկանան, մեր մոտ ասորիները, եզդիները, ռուսները, հույները ունեն մշակութային ինքնավարություն։ Դա է մշակութային ինքնավարությունը, որպեսզի հասկանան թե ինչ։ Դա արտատարածքային ինքնավարության ձև է, այսինքն կարող ես ապրել Բաքվում եւ դպրոց ունենալ,
թույլ եմ տալիս, ես բարի եմ, կարող ես ապրել Արցախում եւ մի հատ, ասենք, դպրոց ունենալ։ Հիմա Մինսկի սկզբունքները ասում են, որ վերջի, նույնիսկ Մինսկի Մադրիդյան կներեք, սխալացի, Մադրիդյան սկզբունքները եւ Լավրովյան սկզբունքները որպես դրա ինտերպրետացիա ասում են, որ վերջի կետը որոշելու է հանրաքվեն։ Եվ ըստ որում այդ ճանապարհը դա փոխկապակցված ճանապարհ է։ Դու չես կարող ասել, ես առաջի երկու կետին համաձայն եմ, երրորդ եւ չորրորդ կետին համաձայն չեմ։ Եթե այն պահից է պարոն Ալիևը հայտարարեց, որ չորրորդ կետը բացառվում է իր համար, Մադրիդյան սկզբում գոյություն չունի։ Հիմա ոնց ես կարող ենք մեղադրել պարոն Փաշինյանին, որ ինքը պարզապես վերահաստատում է, որ ասում է մարդիկ, մենք խոսացել ենք իրենց հետ, Մոսկվայում հանդիպեցինք եւ որքան ես գիտեմ արտգործնախարար Ադրբեջանի շատ ամբարտավան եւ լպիրշ կերպով այդ ամեն ինչը շարադրել է եւ իզարմանս նույնիսկ ռուսների, հա, եւ այլևս չկան այդ սկզբունքները։ Հիմա ինքը դա սուտ չի ասում, դա իսկապես այդպես է։ Հիմա Մադրիդյան սկզբունքների ջատագով մեր կուսակցությանը, որ կա, այդ թվում դա այդ ռևանշիստներն են։ Հիմա եթե այդ սկզբունքները չկան, քննարկել թե որքանով էին դրանք լավը, ես իմաստ չկա։ Եվ ես այս առումով պարոն Փաշինյանին լիովին հասկանում եմ, տրամաբանությունը ասում է, որ այդ սկզբունքները եւ այդ կարգավորման սցենարը ոչ եւս է, քանի որ խաղացողներից մեկը արդեն մերժեց, լիովին մերժեց։ Էրդողանը հայտարարեց, որ ինքը, եթե Ռուսաստանը կարծում է, որ իրավունք ունի մասնակցել Ղարաբաղյան կարգավորմանը, ամենակիչը Ռուսաստանի չափով իրենք էլ կարող են մասնակցել, ձեր կարծիքը այս 1920 թվականի կրկնությունն է, ես կարծում եմ, որ ես գիտեմ, որ շատերը ինձ կքննադատեն, որ Ռուսաստանը նույնպես համակերպվել է, որ պատրաստ է փոխել ձևաչափը եւ վերադառնել 1920 թվականի մեզ համար կործանարար ձևաչափին, երբ պիտի նստեն ուրեմն ռուսները, թուրքերը ձևի համար Ադրբեջանը, որ արդեն գոյություն չունի թուրքական, ինչ են ասում, ամենահարուստ թուրքական վիլայետն է, նավթային վիլայեթը Թուրքիայի, եւ պիտի նստի Հայաստանը, եւ այդ երկուսը փաստացի Ռուսաստանը եւ Թուրքիան իրար մեջ կիսեն այս ռեգիոն։ Սա մեր համար ամենավատ սարսափելի տարբերակն է եւ մեր միայն բանակի հաջողությունը եւ մեր կամային այսպես մոտեցումը, միասնականությունը կարող են այդ պլանը տապալել։ Ցավոք դա միայն Էրդողանի պլանը չէ։ Այլ խնդիր է, որ որպես այսպես լավ բանակցող նա կարող է չափից դուրս այսպես հեռու գնացող ծրագրեր առաջարկել, իմանալով, որ հանդիպելու են միտեղ ավելի համեստ բան կստանա։ Բայց հիմա գնում է եւ Ռուսաստանը նորից եմ կրկնում, համատեք 2010-11 թվականի, չեմ ուզում պատմական շատ հեռու գնալ, Ռուսաստանը նավթի գին կարողություններ, դերը աշխարհում, վերաբերմունքը, սանկցիաներ կային թե չկային, այդ ամեն ինչը համատեք այն ժամանակ եւ համատեք այսօր։ Ռուսաստանը պարզապես ի վիճակի չի, իրեն թվում է, թե ինչ ի վիճակի չի կատարել այն դերը միայնակ նայողի, որ ինքը կատարել է։ Եվ դա ողբերգություն է, եւ ես ասեմ, մեր քաղաքական ղեկավարությունը, մեր դիվանագիտությունը 10 տարվա մեջ ամենօրյա շփման մեջ գտնվելով այդ մարդկանց հետ գրեթե եւ շատ մեծ կապեր եւ կախվածություններ ունենալով միտումը չէր տեսնում։ Օրինակ ես լուսահոգի Իգոր Մուրադյանը երբ որ խոսում է, եւ շատ անգամ ինձ հետա իր այսպես ռուսատիացության պատճառները, երբ որ ինքը փորձում էր բացատրել, որոշ բաներ կարող է մի քիչ չհավատայր, որ դա այդպես է, բայց մարդը շփվել էր մի քանի հոգու հետ, արդեն գիտեր, որ պլանները Ռուսաստանի այս ռեգիոնում սկսել են փոխվել։ Մեծ մեքենան մի օրում չի բանանում, չէ՞, տարիներ է այդ process-ը տևում։ Իրանք ինչը չգիտեին, որ ռուսները համաձայն են այս ռեգիոնը կիսել թուրքերի հետ։ Եվրոպան, Ամերիկան ինչ դիրքորոշման են, այսպես ասած։ Եվրամիությունը ռազմաքաղաքական միավոր չի։ Դա քաղաքական տնտեսական միավոր է։ Իրենց պատասխանը կարող է լինել միայն քաղաքական տնտեսական։ Սանկցիա կիրառել, չկիրառել։ Որն էլ չարվեց, դա էլ չարվեց։ Դա թողեցինք մի կողմ։ Եվ կարելի է հասկանալ, որտեղ ճգնաժամային պարագայում այն քաղաքական կուսակցությունը դեմոկրատիայի պայմաններում, որը գործազրկությունը կավելացնի եւ այլ աշխատատեղեր կփակի,
այսինքն պատվերները Թուրքիայից կճանան այդ ռազմական տեխնիկայի, դա շատ լուրջ խնդիրներ է նաև քաղաքական էլիտայի համար։ Դեմոկրատիա, էլիտան այլ բաներով է, չէ՞, ընտրություններ են բոլոր երկրներում սպասվում։ Սա թողեցիք մի կողմ։ Միացյալ Նահանգները ես կարծում եմ Վաշինգտոնյան հանդիպումից ինչի ակնկալիքներ կային, բայց ինչ ես չեմ ասում, որ դրանք չեն իրականացել, բայց խնդիրը որն է։ Հայրը լավ ժողովուրդ է, սա մեր ողբերգություն է եւ մեր էս յոլա գնալու արդյունքն է, մեզ ոչ ոք որպես պետություն չի ընկալում։ Մեզ ամբողջ աշխարհում ընկալում են որպես ժողովուրդ։ Այսինքն या ունենք պետություն, या չունենք, կներեք, որ թուրքաբանություն է, նույն մոտեցումն է։ Լավ ժողովուրդ եք, լավ ժողովուրդ ինչ են շարունակում, մենք պետություն ենք, Հայաստանի Հանրապետություն ենք, չէ՞։ Եվ Պուտինն էլ չէ այդպես ասեց Ադրբեջանի պետություն, բայց հայ ազգը, առաջի աշխարհամարտում եւ այլն։ Այսինքն մենք էթնոս ենք ընդամենը, առանց պետություն, իսկ ադրբեջանցիները պարզվեց պետություն են։ Եվ իրենք իհարկե որևէ ես համոզված եմ գենոցիդալ պլաններ չունեն եւ չեն աջակցելու ոչ թուրքերին, ոչ ադրբեջանցիներին, ավելին համոզված եմ, որ փորձում են այսօր էլ ձեռքը բռնել Էրդողանի եւ ինչ որ գծից են կողմ պահել, բայց իրենց առավել հետաքրքրում է Իրանը հենց այն ամենաթեժ մարտեր գնացող շրջանները, իրենց հետաքրքրում է Իրանի լիակատար շրջապակումը եւ այլն եւ այլն եւ այլն եւ այլն։ Այնպես որ ես մեծ ակնկալիքներ այնտեղ չկա, բայց մեծ ակնկալիքներ ոչ մեկից պետք չի ունենալ։ Ամեն մեկից Ռուսաստանից էլ, Միացյալ Նահանգներից էլ, Եվրամիության առանձին վերցրած Եվրամիություն չկա։ Ֆրանսիա եւ այլն երկրներից պետք է ստանալ առավելագույնը։ Դրա համար մենք պիտի իհարկե դիվանագիտությունը լինի շատ ավելի ակտիվ, ոչ կրավոր եւ դա էլ բանակ է, դա էլ մի բանակային կռվի ժամանակ բոլորը զինվորներ են, լրագրողները զինվոր, առավել եւս դիվանագետները զինվոր եւ այնտեղ պետք է լինի մոբիլիզացիա բոլոր հնարավոր ուժերի, ոչ թե մենք մի գիծ ընտրենք եւ բոլորի հետ պետք է խոսալ։ Վերջին հաշվով արդեն շուրջ 1 ամիս բանակն էլ իր գործն անում ու անում է փայլում, որպեսզի աշխարհին, այսպես ասեմ, նաև ապացուցի, որ խոսքը ոչ թե էթնոսի մասն է, այլ պետություն, պետականություն ու բանակ ունեցող ժողովուրդ։ Մենք հիմա նայեք ինչ հետաքրքիր բան կատարվեց։ Ադրբեջանը որպես պետություն արդեն ես համոզված եմ 10 տարի հետո ոչ ոք որպես պետություն չի խոսելու են որպես թուրքական վիլայեթ։ Մեր մասին, եթե մենք գիծը շարունակենք եւ մեզ արժանապատիվ եւ այսպես պատմական նշանակությանը համապատասխան պահենք, սկսելու են այո խոսել որպես պետություն։ Այդ 30 տարվա թյուրիմացությունը պիտի հաղթահարվի, մեզ մասին պետք է խոսեն որպես պետություն, որովհետեւ ոչ պետական ազգեր շատ կան աշխարհում եւ մենք դարերով եղել ենք ոչ պետական ազգ, բայց տարբերություն պիտի լինի, չէ՞։ Տարբերություն պիտի լինի։ Եվ պիտի դասեր քաղենք այս ամեն ինչից, լրջագույն դասեր։ Միանշանակ։ Շնորհակալ։ Եթե չքաղենք, ուրեմն պարտվեցինք։ Անկախ տարածքը կապ չունի ինչ վեցնենք, ուր մտնենք։ Եթե շարունակվելու այնպես ինչ, այն ժամանակն էլ հաղթեցինք կարծես, թե։ Ուրեմն պարտություններ են։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Այսքանը հարգելի հեռուստադիտողներ, Գալայի եթերում կարևորի մասին էր տաղավարում այսօր մեր հյուրն էր քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը։ Խաղաղություն մեզ եւ հաղթանակ։ Շնորհակալ եմ նաեւ ձեզ ուշադրության համար, կհանդիպենք։